Gerek օրինակ հոգևորականներին արձագանքում էին եւ ասում որ նախարարությունն է Ամերիկանի իշխանությանը զսպելու, որովհետեւ ըստ էության անձնական դաշտ են մտնում եւ դες ուղղված քննադատություն կա այդ առումով ինչ է Եկեք հասկանանք, հիմա փոքրիկ դասախոսություն պետք է անցկացնեմ սահմանադրական կարգի տապալում հասկացության հետ կապված, մենք նախորդ պայմանավորվեցինք, որ ինձ չեք ընդհատելու եւ եթե հարցը տալիս եք, խնդրում եմ լսեք պատասխան։ Այո, շրջանառվում է մամուլում, մեդիա դաշտում, որ սահմանադրական կարգը տապալվում է։ Սահմանադրական կարգի տապալումը, որպես քրեորեն հետապնդելի արարք, նախատեսված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, եւ դա նշանակում է հետեւյալը, որ որևէ անձ պետք է փաստացի դադարեցնի սահմանադրության կոնկրետ հոդվածների գործողությունը։ Իսկ այդ կոնկրետ հոդվածները վերաբերում են հետևյալին։ Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին է, այն մասին է, որ մեր երկիրը ժողովրդավարական, ինքնիշխան, սոցիալական, իրավական պետություն է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում մարդը բարձրագույն արժեք է։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում գործում է իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Խոսքն այն մասին է, որ մեր երկրում ընտրությունները կայանում են այն կերպ, ինչպես որ կայանում են, մի խոսքով առաջինից 7-րդ հոդվածների մասն է, եթե չեմ սխալվում սահմանադրության, եւ այդ նորմերի փաստացի գործողության փաստացի դադարումն է նշանակում սահմանադրական կարգի տապալում։ Սիրելի լրագրողներ, խնդրում եմ ձեզ, ուշադիր եղեք ձեր արտահայտությունների հետ կապված, մի հնչեցրեք արտահայտությունները եւ խոսքս միայն լրագրողներին չի վերաբերում, խոսքս նաեւ մասնագիտական հանրությանն է վերաբերում, մի հնչեցրեք արտահայտություններ, որոնք չեն համապատասխանում։ Տիկին նախարար, ներողություն, մենք դեռ ձեր աշակերտները չենք, մենք ձեր աշակերտները չենք, այստեղ դուք էլ դա լսարանում չեք, հարցերին ըստ էության պատասխանեք առանց գնահատականներ տալու։ Այդ դասախոսությունները ԿՊ-ն կարդում եք, ասում եք մարդը սահմանադրությամբ արդեն որերորդ անգամ է ես մեմերի կերպար եմ դառնում ձեր պատճառով, որովհետև ստիպված եմ անընդհատ ինչ-որ տարօրինակ ռեակցիաներ տալ ձեր իրականում շատ տարօրինակ եւ անհարգալից պահվածքի։ Եթե դուք ինձ հրավիրում եք հարցազրույցի, բարի եղեք, լսեք այն, ինչ ես ոչ, որովհետև ես միտքս չեմ ավարտել։ Սահմանադրությամբ երբ որևէ մարմնի մասին կամ անձի, այդ թվում եւ իրավաբանական, ընդ որում եկեղեցին իրավաբանական անձ է, նշում է արված, դրա մասին խոսելը երբևէ որևէ պարագայում չի կարող մեկնաբանվել որպես սահմանադրական կարգի տապալում։ Հարգելի լրագրողներ, խնդրում եմ իրավական տերմինաբանություն օգտագործելիս բարի եղեք, բացեք նախարարի ասում են ոչ թե տապալում, նաեւ ես չեմ մասնագետները կան, որ պնդում են ոչ թե իր լիազորությունների հնգազանցում չի կատարում, երբ որ հարցը, այսինքն հակասահմանադրական գործողությունների մասին օրինակ 17-18-րդ հոդվածներին հողում անելով հակասահմանադրական գործողություն անելի չի նշանակում հակասահմանադրական կարգավորումներին մենք ունենք հակաիրավական գործողության հասկացությունը, հակաիրավական գործողություններ լինում են երկու տեսակի՝ զանցանք եւ հանցանք։ Եվ իհարկե լինում են այլ իրավախախտումներ, որոնք ենթակա են քաղաքացիական պատասխանատվության, եթե կա սահմանված կարգով ընդունված դատական ակտ։ Պետությունը եկեղեցու միջամտելու իրավունք ունի, տիկին նախարար։ Եկեղեցու գործերի միջամտելու իրավունք ով ունի։ Պետությունը ունի, հարցնում եմ։ Եկեք հարցը հետևյալ համատեքստում դիտարկենք։ Եկեղեցին սահմանադրական մարմին է թե ոչ։ Հարցին հարցով մի պատասխանեք, էլի խնդրում ենք հարցին ուղիղ պատասխանեք։ Եկեղեցին սահմանադրական մարմին նշանակելու իրավունք այսինքն երբ որ բարի լինեք հաջորդ անգամ լսել մարդուն ում ուղում եք հարց, ես շատ մեծ սիրով եւ շատ երկար ժամանակ կտրամադրեմ ձեզ պատասխանեք։ Ապա դուք եղաք մենք խոսում դուք հարցեր չեք պատասխանում։ Ես շարունակում եմ։
Չի եղել որևէ եւ դուք ինձ հարց տաք եւ հարցը թողնի անպատասխան եւ ես չտրամադրեմ ժամանակ որ դուք ներողություն, բայց լրագրողների հարցերին Սարիչ պատասխանը։ անհնար է ժողովուրդ ամեն անգամ ես ձեզ բոլորին հրավիրում եմ արտադրության նախարարություն լրագրողական իրավական տեսանկյունից էթիկայի եւ իրավական Ահա դուք ձեր էթիկայի հարցերը լուծեք, մեղա էլ սուտ եղեք, մնացում է Հստակությունը լրագրողների հետ տոնով խոսելու դասախոսություններ կանթարում է ձեզ այդ իրավունքը տվել։ ավարտեցի Չէ, չավարտեցի, հարց տվեցի, Հայաստանի վարչապետը երբևէ բառերը օգտագործում Այսինքն Դոնքելը ո՞ր է էթիկայի մեջ ամենում կամ եկեղեցականի մանկապիղծ անվանելը, ձեզ չի անհանգստացնում։ բոլորին հրավիրում եմ արտադրության նախարարություն կրկին իրավական լրագրության հետ կապված քննարկում կազմակերպելու եւ մեծ հույս ունեմ, որ այդ քննարկումը օգուտ կունենա եւ դրանից հետո մենք հնարավորություն կունենանք խաղաղ պայմաններում հարցեր տալ եւ հարցերի պատասխան Բայց դա շատ խաղաղ է, դու միաձուլացեք։